Բարև ձեզ, Արարատ հեռուստաընկերության եթերում շտապ օգնություն հաղորդաշարն է մարդու ամենաթանկ ունեցվածքի առողջության մասին։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնում եմ ձեզ լավ ծանոթ մեր հեռախոսահամարը 54 89 34 եւ մեր էլեկտրոնային փոստի հասցեն շտապ օգնություն շնիկ Արարատ գծիկ tv.am։ Հաղորդման ընթացքում մոտավորապես 45 րոպե դուք ժամանակ ունեք զանգահարելու եւ ուղղելու ձեզ հետաքրքրող հարցը մեր այսօրվա հյուրին։ Իսկ այսօր բժշկական օրացույցով ուրոլոգների մասնագիտական տոնն է եւ այդ առիթով մենք տաղավար ենք հրավիրել կրկին ուրոլոգ Արմեն Ավոյանին, այնպես որ ձեզ հետաքրքրող բոլոր հարցերը կարող եք ուղղել բժշկին այսօր, բայց հարցազրույցը փոքր ծանոթումից հետո։ Տղամարդկանց օրգանիզմում էլ, ինչպես կանանց դեպքում, տարիքի հետ առաջ են գալի որոշակի փոփոխություններ։ Հորմոնային հավասարակշռության խախտման պատճառով տեղի է ունենում շագանակագեղձի գերաճ, որին բժիշկները գեղձի բարորակ հիպերպլազիա են անվանում, իսկ ժողովուրդը ադենոմա։ 18-ամյա տղամարդու շագանակագեղձի քաշը սովորաբար 20 գրամ է, ինչը չի փոփոխվում հետագա 20-25 տարիներին։ 60 տարեկանում արդեն նկատվում է բարորակ աճ, որոշ դեպքերում հասնելով նույնիսկ 400 գրամի։ 80 տարեկան տղամարդկանց 80%-ը ունի այդ խնդիրը, սակայն հաճախ անուշադրության մատնված վիճակում։ Հաճախ շագանակագեղձի ուռուցքը չարորակ բնույթի է լինում, աճում է շատ դանդաղ, առանց սուր ախտանշանների։ Գրեթե նմանատիպ նույնիսկ մի փոքր ավելի հաճախ են հանդիպում միզապարկի քաղցկեղի դեպքերը։ Դրանք չարորակ ուռուցքների ընդհանուր հաշվում կազմում են մոտ 4%, իսկ հանդիպման հաճախականությամբ տղամարդկանց մոտ այն զբաղեցնում է 5-րդ տեղը, կանանց մոտ 11-րդ։ Հիվանդության ընդհանուր ցուցանիշը կազմում է 10-19 դեպք 100,000 բնակչի հաշվով։ Որոնք են այս հիվանդությունների հիմնական պատճառները, ինչու են դրանք տարածված հատկապես զարգացած երկրներում, որոնք են առաջին եւ հիմնական ախտանշանները, ախտորոշման եւ բուժման մեթոդները եւ ինչ անեն տղամարդիկ կանխարգելելու համար միզասեռական համակարգի այս խնդիրները, եթե իհարկե դա հնարավոր է։ Եվ այսպես շտապ օգնության տաղավարում ուրոլոգ Արմեն Ավոյանն է, նա ղեկավարում է Մալաթիա բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքը 54 89 34 մեր հեռախոսահամարն է, հարգելի հեռուստադիտողներ, զանգահարեք, դուք էլ ուղղեք ձեր հարցերը։ Բարև ձեզ բժիշկ։ Շատ շնորհակալ եմ, որ ժամանակ տրամադրեցիք եւ եկաք մեր հաղորդաշարին հյուր։ Ձեզ շնորհավորում ենք մասնագիտական տոնի առիթով։ Ինչպես եք նշվում է դա ինչ որ ձևով այստեղ։ Շնորհակալ եմ հրավերքի համար եւ շնորհավորանքների համար, անկեղծ ասած դուք ինձ հուշեցիք, որ այսօր ուրոլոգների օրն է, մասնագիտական, սովորական օրեր, մենք աշխատանքի մեջ էինք, մի քանի վիրահատություն, առանձնակի շուկով չենք նշել այդ տոնը, բայց հուսով եմ երեկոյան կարող է մի փոքր։ Բայց մի քանի օր առաջ ուրոլոգների ասոցիացիան մեծ համագումար էր հրավիրել, ես մտածում էի, որ գուցե տոնին ընդառաջ է, որովհետև տոնը իսկապես նշված է բժշկական օրացույցում։ Մենք ավանդաբար ամեն տարի անցկացնում ենք մեր ասոցիացիայի տարեկան ժողովը եւ փորձում ենք հրավիրել լավագույն մասնագետներ Ամերիկայից, Եվրոպայից, Ռուսաստանից։ Եվ այս տարի բավականին մեծ գիտաժողով էր, շատ լավ անցավ, շատ կրթական լուրջ ծրագրեր ներդրվեցին եւ պրակտիկ եւ գիտական լուրջ առաջխաղացումներ ունեցանք։ Բժիշկ, որոնք էին հիմնական թեմաները այս տարվա գիտաժողովի եւ որքան էին դրանք առնչվում այսօրվա մեր ընտրած թեմային, մենք մտածեցինք անդրադառնալ ամենատարածված խնդիրներին շագանակագեղձի եւ միզապարկի չարորակ կամ բարորակ ուռուցքային հիվանդություններին, իսկ դա ամբողջ համագումարի ուշադրության կենտրոնում նույնպես այս խնդիրները կային թե ամեն տարի մենք ուշադրություն ենք դարձնում ուռուցքային հիվանդություններին, միզասեռական օրգանների եւ դրա հետ միասին այս տարի նաեւ մեծ մասը նվիրված էր լապարասկոպիկ վիրաբուժությանը, լապարասկոպիկ ուրոլոգիային եւ անցկացվեց նույնիսկ հատուկ վարժանք երիտասարդ ուրոլոգների համար լապարասկոպիայի տիրապետելու նպատակով եւ իհարկե ուռուցքները առաջնահերթ։ Հիմա անդրադառնանք հենց ինչպես տեսանյութում սկզբում նշվեց շագանակագեղձի ուռուցքային հիվանդություններին։ Նախ իսկապես այդ տարածվածությունը նաև Հայաստանում է այդքան մեծ, ինչպես նշվեց տեսանյութի մեջ, եւ կան արդյոք այս հիվանդությունների դեպքում առանձին դասակարգվող դեպքեր, թե բոլորը մեկ դասակարգման մեջ են ընդգրկվում։
Գիտեք, համաշխարհային առողջապահության կազմակերպության տվյալներով ստատիստիկ երկրորդ տեղը ուռուցքների շարքում զբաղեցնում է հաճախականությամբ զբաղեցնում է շագանակագեղձի քաղցկեղը։ 6-րդ դիրքում գտնվում է միզապարկի քաղցկեղը, եթե մենք խոսում ենք օրոլոգիական քաղցկեղների մասին։ Ինչ վերաբերում է Հայաստանին, իհարկե բազմաթիվ են հիվանդները քաղցկեղով մեր երկրում, բայց կա որոշ առանձնահատկություն։ Ընդհանրապես պետք է ասեմ, որ ուռուցքային հիվանդությունները միզասեռական օրգանների ունեն եւ աշխարհագրական առանձնահատկություններ եւ ռասայական։ Օրինակի համար կարող եմ վերել օրինակ հարավ-արևելյան Ասիայում շատ ավելի տարածված է միզապարկի քաղցկեղը, քան շագանակագեղձի քաղցկեղը եւ հակառակ, ասենք Միացյալ Նահանգներում մի քանի անգամ ավելի հաճախ հանդիպում շագանակագեղձի քաղցկեղը։ Մեր մոտ Հայաստանում Ինչով է դա պայմանավորվում զուտ աշխարհագրական եւ կլիմայական, էկոլոգիական պատճառներ կա։ Դա գիտեք, դա դեռ տեսական պատճառներ են, որովհետեւ վերջնական պատճառները քաղցկեղի առայժմս ցավոք սրտի պարզ չեն, բայց նախադրյալներ կան, որոնք կարող են այս կամ այն կերպով ազդել քաղցկեղի առաջացմանը եւ տարածմանը։ Դա եւ կլիմայական պայմաններն են, եւ ժառանգականությունն է այստեղ, եւ սնունդը։ Մենք օրինակ շատ անգամ կապում են գիտական աշխատանքներ կան, որոնք կապում են Ասիայում, մասնավորապես Ճապոնիայում, Կորեայում եւ Չինաստանում շագանակագեղձի քաղցկեղի պակաս թվերը կապում են նրա հետ, որ բազմաթիվ ուրեմն ուտեստներ կապված են ձկների եւ ծովամթերքների հետ։ Բայց դա դեռ տեսական է շատ եւ որևիցե ապացուցված ազդեցություն չեն գտել։ Իսկ կենսաձևը նույնպես հնարավոր է ազդեցություն ունենա, որովհետև տեսանյութի մեջ նշվեց, որ հատկապես զարգացած երկրներում շատ են օրինակ միզապարկի քաղցկեղի դեպքերը։ Միզապարկի քաղցկեղի դեպքում համարում եք ռիսկի գործոնը նաև ծխելն է։ Եվ մասնավորապես շատ ավելի շատ էր զարգացած երկրներում միզապարկի քաղցկեղը, միջև որ նրանք չսկսեցին պայքարել ծխելու դեմ։ Եվ երբ որ ծխելու քանակը պակասեց, զգալիորեն նաև նվազեց միզապարկի քաղցկեղով հիվանդների թիվը այդ երկրներում։ Այն երկրներում, որտեղ դեռ պահպանվում է զգալի ծխողների թիվը, այդ քաղցկեղի քանակը հիվանդների մնում է նույնը եւ նույնիսկ աճում է։ Մեզ մոտ Քանի որ մեր տղամարդիկ շարունակում են ծխել անկախ բոլոր օրենքներից եւ հորդորներից, որ շրջապատից լսում են, տարածվածությունը նույնպես մեծ է միզապարկի քաղցկեղի, քան շագանակագեղձին, թե։ Շատ տարածված է միզապարկի քաղցկեղը Հայաստանում եւ նույնիսկ դիմելով, եթե մենք վերցնենք, հա, մենք ավելի շատ ունենում ենք հիվանդներ միզապարկի քաղցկեղով, քան շագանակագեղձի քաղցկեղով։ Դա իհարկե չի նշանակում, որ շագանակագեղձի քաղցկեղը պակաս ավելի հիվանդներ կան, տարածված են։ Ուղղակի պետք է ասեմ, որ շագանակագեղձի քաղցկեղը հայտնաբերվում է, եթե չկան հատուկ ծրագրեր, որոնցով մենք կարողանում ենք հայտնաբերել վաղ շրջանում, քաղցկեղը հայտնաբերվում է բավականին ուշացած շագանակագեղձի։ Միզապարկի քաղցկեղը ավելի շուտ է իրեն զգացնել տալիս, կան հատուկ ախտանիշներ, որոնք բնորոշ են միզապարկի քաղցկեղին, եւ այդ իսկ պատճառով հիվանդները տեսնելով օրինակ արյուն մեզի մեջ, արյունամիզություն ունենալով արագ դիմում են բժիշկի որպես կանոն, չեն նստում եւ սպասում, որ հիվանդությունը զարգանա։ Այդ իսկ պատճառով դիմելու առումով միզապարկի քաղցկեղը ավելի շատ ենք հանդիպում մեր պրակտիկայում։ Բժիշկ, իսկ շագանակագեղձի նորագոյացությունների ախտանշանները, որոնք կարող են լինել, դուք նշեցիք, որ դրանք կարող են շատ ուշ արտահայտվել, մարդը ուշ բողոքներ ունենա, բայց այնուամենայնիվ թեկուզ ուշ, բայց ինչը նրան կարող է հուշել շագանակագեղձի նորագոյացությունների մասին եւ պարտադիր է, որ դա միանգամից չարորակ նորագոյացության մասին հուշի, թե հնարավոր է դեռևս բարորակ փուլում եւ արդյոք բարորակ փուլում գտնվող նորագոյացությունը պարտադիր մի օր վերածվելու է չարորակի։ Ուրեմն տղամարդկանց մոտ տարիքի հետ միասին շագանակագեղձի երկու հիմնական հիվանդություններ են ի հայտ գալիս։ Մեկը դա բարորակ գերաճն է, որը մենք իրոք անվանում ենք նախկինում ադենոմա շագանակագեղձի,
որը պրակտիկորեն ինքը իրանով այդ ուռուցքը կյանքին սպառնալիքներ չի ներկայացնում։ Ճիշտ է, կարող է առաջացնել միզարձակության խանգարումներ, դժվարամիզություն, միզակապություններ եւ այլն, բայց ինքը օնկոլոգիական տեսանկյունից բարվորակ ուռուցք է։ Մյուս խումբը դա արդեն շագանակագեղձի քաղցկեղն է, ուռուցքային ճարակ ուռուցք, որը ի տարբերություն շագանակագեղձի բարորակ երաճի զարգանում է պրոստ շագանակագեղձի պերիֆերիկ զոնաներում, այսինքն այն շրջաններում շագանակագեղձի, որոնք հեռու են միզուկից։ Բարորակ երաճը միզուկի շուրջն է զարգանում եւ բերում է դժվարամիզության, հաճախամիզության, հիվանդները դիմում են արդեն գանգատներով կոնկրետ։ Շագանակագեղձի քաղցկեղի ժամանակ, երբ որ արդեն հիվանդը ունենում է գանգատ, դա նշանակում է մեծամասամբ դեպքերում, որ քաղցկեղը արդեն բավականին տարածուն ձևի է հասել։ Այդ իսկ պատճառով զարգացած երկրներում խոշոր ծրագրեր կան վաղ հայտնաբերելու համար շագանակագեղձի քաղցկեղը։ Կան հատուկ տեստեր, քննություններ, սկրինինգային անալիզներ նույնիսկ կա եւ ուլտրաձայնային քննություն, մատնային քննություն եւ պրոստատ սպეციფიկ անտիգենը, կամպեսյան, շատերը երևի լսել են այդ հապավումը, դա հատուկ սպիտակուցի արյան մեջ, որը արտադրվում է շագանակագեղձում եւ նրա քանակը խիստ կարեւոր է մեր համար կողմնորոշվել, թե ինչ պրոցեսներ են կատարում շագանակագեղձում։ Դա եւ ախտորոշման համար է կիրառվում այդ հետազոտությունների խումբը եւ նաեւ կանխարգելման, թե ոչ թե կանխարգելման, ախտորոշման առաջի հերթին եւ հետագա արդեն բուժման արդյունավետության համար կիրառվում է պրոստատ սպეციფიկ անտիգենի մակարդակ, այսինքն նրա մակարդակով հաճախ մենք կարողանում ենք խոսել բուժման էֆեկտիվության մասին, եթե նա իջնում է այդ սպիտակուցի քանակը, ուրեմն բուժումը էֆեկտիվ է։ Իսկ ովքեր են ավելի հակված այս խնդիրներին, դուք նշեցիք, որ տարիքի հետ բոլոր տղամարդկանց մոտ հնարավոր է, որ ի հայտ գան խնդիրները, բայց հնարավոր է այդ միջին ստատիստիկ տարիքից ավելի շուտ խնդիրները ի հայտ գան եւ ինչով է դա պայմանավորված, ինչ ազդեցություն ունի այս դեպքում ժառանգական գործոնը եւ հնարավոր է նաեւ ինչ որ դեղանյութերի ազդեցությամբ կամ ինչ որ այլ հիվանդությունների հետևանք լինի սա։ Ժառանգականությունը բավականին մեծ դեր ունի շագանակագեղձի քաղցկեղի ժամանակ եւ հիմա մեր ուղեցույցներում արդեն իսկ մեծ դեր է տրվում ժառանգականությանը եւ այն տղամարդիկ, ովքեր այսպես կոչված առաջի սերնդի կապ ունեն, հա, քաղցկեղով հիվանդի հետ, դա հայրն է կամ հորեղբայրն է կամ եղբայրն է, եթե ունեցել են շագանակագեղձի քաղցկեղ, այդ տղամարդկանց խստորեն խորհուրդ է տրվում հետևել իրանց շագանակագեղձի առողջությանը, մասնավորապես պարբերաբար այցելել ուրոլոգի, բավականին հաճախ կատարել պրոստատ սպეციფიկ անտիգեն, մատնային քննություն, ուլտրաձայնային քննություն եւ եթե հարկ է լինում նաեւ շագանակագեղձի բիոպսիա ասեղային։ Եվ ծխողները ծխելը այդքան կապ չունի շագանակագեղձի քաղցկեղի դեպքում, ինչքան միզապարկի քաղցկեղի համար։ Ապացուցված ազդեցություն շագանակագեղձի քաղցկեղի վրա ծխելը չունի։ Բժիշկ, եթե մի փոքր ավելի մանրամասն ներկայացնելու լինենք ախտորոշման միջոցները, դուք նշեցիք մի քանի ձևեր, հետազոտություններ, որ պետք է անցնի պացիենտը, խնդրում եմ ներկայացրեք, թե դրանցից որը ինչ է նշանակում։ Իմ նշված ուրեմն 3 հիմնական մեթոդներից հայտնաբերելու քաղցկեղը, այսինքն դա արյան անալիզն է, որը կոչվում է պրոստատ սպეციფიկ անտիգեն կամ PSA, Դա PCR-ն է այդքան տարածած։ PSA, այո։ Երկրորդը դա ուլտրաձայնային քննությունն է եւ ուլտրաձայնային քննությունը տվյալ դեպքում ցանկալի է կատարել տրանսրեկտալ, այսինքն ուղիղ աղիքի միջոցով, եւ մատնային քննություն, երբ որ ուրոլոգը մատով շոշափում է շագանակագեղձ։ Այդ 3 քննության շնորհիվ կասկած է առաջանում քաղցկեղի առկայության կամ հերկվում է կասկածը։ Եթե մնում է կասկածը այդ 3 հետազոտություններից հետո մենք պարտադիր առաջարկում ենք կատարել շագանակագեղձի ասեղային բիոպսիա։ Այսինքն ուլտրաձայնային հսկողության տակ աղիքի կողմից հատուկ ասեղով մենք վերցնում ենք շագանակագեղձից փոքրիկ կտորներ եւ ուղարկում ենք հյուսվածքաբանական քննության, որպեսզի վերջնական ախտորոշումը
պարզենք։ Դա է վերջնական ախտորոշումը շագանակագեղձի քաղցկեղի։ Մենք էլեկտրոնայինով արդեն ունենք հարցեր, հեռուստադիտողներից մեկը հարցնում է, խնդրում եմ ասեք, թե որն է PCA հետազոտության իմաստը եւ արդյոք Հայաստանում ցանկացած կլինիկայում կարելի է դա իրականացնել, թե մասնագիտացված ուռուցքաբանական PSA անալիզը կատարվում է հիմա բազմաթիվ կենտրոններում, Երևանում եւ նույնիսկ մեր շրջաններում եւ լաբորատորիաներում առանձին շատ կարեւոր տեստ է մեր համար, ինքը մենք այսպես ենք անվանում PSA-ն, նա պրոստատ սպეციფիկ է, այսինքն նա արտադրվում է միայն շագանակագեղձում, բայց նա ուռուցքին սպეციფիկ չէ, այսինքն ոչ բոլոր դեպքերում PSA-ի բարձրացումը կարող է ասել, որ հիվանդի մոտ քաղցկեղ է։ Այդ իսկ պատճառով PSA-ն լինելով սկրինինգային հետազոտություն, վերջնական ախտորոշում չի, դա ուղղակի օժանդակ քննություն է, որպեսզի բժիշկը կասկած ունենա կամ հերքի ուռուցքային հիվանդություն շագանակագեղձի։ Զարգացած երկրներում 45-ից, նայած երկրներ կան 45-ից, կան 50-ից, բոլոր տղամարդկանց խորհուրդ է տրվում տարին մեկ անգամ այդ անալիզը կատարել։ Դա շատ պարզ անալիզ է, երակից վերցվում է արյուն եւ գրեթե նույն օրը պատասխանը ստանում ենք, որը արդեն ասեցի ես օժանդակ միջոց է քաղցկեղը հայտնաբերելու համար։ Մեր երկրում այդ սկրինինգային ծրագիրը իրագործելու մոտիվացիաներ դեռ չկան, չկան, դա բավականին ծախսատար ծրագրեր են իրականում եւ ոչ բոլոր զարգացած երկրները իրենց կարող են թույլ տալ նման մեծ խոշոր սկրինինգային ծրագրեր, չնայած մեր նախարարությունը ես գիտեմ, որ բավականին մեծ ջանքեր է գործադրում։ Դուք գիտեք, որ նախարարն էլ է մեր ուրոլոգիա եւ ուրոլոգների ասոցիացիայի նախագահը, եթե չեմ սխալվում։ Այո, եւ ինքը մեծ ջանքեր է կիրառում, որպեսզի այդ ծրագրերը ներդրվեն Հայաստանում եւ առաջիկա այլերը ես արդեն գիտեմ, որ արվում են առաջնային օղակի մակարդակով, թե գինեկոլոգիայի, թե ուրոլոգիայի ասպարեզներում։ Եթե կոպիտ համեմատություն անելու լինենք, ինչպես կանանց մոտ միոման է տարածված եւ միոմայի համար հետազոտությունները կամ վզիկի քաղցկեղի, նույնիսկ պարանոցի քաղցկեղը, այո, արգանդի պարանոցի քաղցկեղը եւ շագանակագեղձի քաղցկեղը եւ ինչպես նաեւ կրծքագեղձի քաղցկեղը կանանց մոտ։ Հասկանալի է։ Հիմա անդրադառնանք բուժման մեթոդներին։ Շագանակագեղձի քաղցկեղը արդեն եթե ասում ենք քաղցկեղ, ինչքան ռեալ է բուժում ընդհանրապես բառը օգտագործելը եւ համենայն դեպս ինչ մոտեցումներ են կիրառվում։ Կարևորագույն հարցն է շագանակագեղձի քաղցկեղի ժամանակ, ընդհանրապես բոլոր քաղցկեղների կարծում եմ դա վաղ ախտորոշումը, այսինքն ախտորոշել այն փուլերում, երբ որ այդ քաղցկեղը հնարավոր է արմատական հեռացնել օրգանիզմից։ Մենք պայմանականորեն բաժանում ենք 4 փուլերի քաղցկեղի զարգացումը եւ առաջի 2 փուլերում եւ նույնիսկ երրորդի սկզբնական ժամանակ առաջարկում է արմատական շագանակագեղձի հեռացում վիրաբուժական ճանապարհով։ Այդ փուլերը ախտորոշվում են առաջին 3 մեթոդներով, թե բիոպսիայով։ Կոմպլեքս ախտորոշում արվում, այո, որից հետո նաև արվում է շերտավոր նկարներ, կոմպյուտերային տոմոգրաֆիա եւ IMR, հա, մագնիտոռեզոնանսային տոմոգրաֆիա, որոնց հիման վրա մենք հիմնական ախտորոշումը դնում ենք եւ ըստ փուլերի արդեն որոշում ենք ինչ բուժում է պետք տվյալ հիվանդի։ Վիրաբուժական ճանապարհը իհարկե շատ կարևոր դեր է խաղում շագանակագեղձի վաղ շրջանում բուժման մեջ, ինչպես նաև կա ճառագայթային բուժման հատուկ եղանակ, որը կոչվում է բրախիթերապիա, շագանակագեղձի էֆեկտիվությամբ գրեթե նույնն է, ինչ որ վիրաբուժական արմատական հեռացումը շագանակագեղձի ու ուղղակի տարբերություն վիրաբուժական բուժման հատուկ ռադիոակտիվ հատիկներ են տեղադրվում շագանակագեղձի մեջ ուլտրաձայնի հսկողության տակ, այո, եւ այդ հատիկները ռադիոակտիվ նյութ պարունակող հատիկները մնում են օրգանիզմում, կատարում են իրենց հակաուռուցքային ազդեցությունը եւ հիվանդը Որքան ժամանակ։ Ցմահ։ Ցմահ։
Դուք գիտեք, որ ռադիոակտիվ նյութը ունի տրոհման ժամկետ, որոշ ժամանակ հետո այնտեղ արդեն ռադիոակտիվ նյութ չի։ Դա ամենաժամանակակից մեթոդներից է համարվում, թե դա բավականին ժամանակակից մեթոդ է, չնայած աշխարհում մոտավորապես 20 տարուց ավել է դա կիրառվում է։ Կարամ ասեմ, որ հիմա Միացյալ Նահանգներում մոտավորապես 50% դեպքերում վաղ շրջանում շագանակագեղձի քաղցկեղի արվում է արմատական հեռացում, տարբեր եղանակներով շագանակագեղձի 50% դեպքերում բրախիթերապիա արվում։ Եվրոպայում մի փոքր ավելի շատ վիրաբուժական ուղղվածություն կա բուժման մեջ։ Հասկանալի է։ Բժիշկ, լսենք հեռուստադիտողին նա կապի մեջ է, ալո։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բժիշկ ջան, ես ուզում եմ առաջին ախտանշանները իմանալ, կասկածներ կասենք ամուսնուս մոտ։ Կարող եմ առաջին ախտանշաններից կասկածնել, որ շագանակագեղձի հետ խնդիրներ ունենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Եվ մի փոքր ուշ եմ միացել մեր հեռուստադիտողը, կրկնենք։ Ես մի փոքր առաջ ասացի, որ ախտանիշներ հիմնականում մենք ունենում ենք շագանակագեղձի բավարար գերաճի ժամանակ, այսինքն տիկնոջ ամուսնու մոտ հավանաբար կարող է եւ ոչ մի քաղցկեղի արկայություն չլինի, չնայած լինեն գանգատներ միզարձակության հետ, որոնք կարող են կապված լինել շագանակագեղձի բավարար գերաճի հետ։ Սակայն քաղցկեղի ժամանակ էլ մենք կարող ենք ունենալ միզարձակության խանգարումներ, հաճախամիզություն, արյունամիզություն, միզակապություններ, բայց դա լինում է որպես կանոն արդեն ուշ փուլերում, երբ որ արդեն ուռուցքը բավականին մեծ չափսերի է եւ առաջացնում է հիվանդի մոտ գանգատներ։ Միանշանակ խորհուրդ կտամ ուղղակի հետազոտվել տղամարդուն, այցելել ուրոլոգի տարին մեկ անգամ, համապատասխան զննումներ անցնել, որպեսզի հանգիստ լինել, որ այնտեղ քաղցկեղ չկա, իսկ ինչ վերաբերում է բավարար գերաճին, բավականին էֆեկտիվ այսօր Հայաստանում բուժվում է, թե դեղորայքային բուժում է օգտագործում, թե ցուցումներով արդեն վիրահատական բուժում։ Հասկանալի է։ Լսենք հաջորդ հեռուստադիտողին, բժիշկ, ալո։ Շնորհավորում եմ ուրոլոգների օրվա կապակցությամբ եւ ուզում եմ մի հարց տալ։ Ես 50 տարեկան եմ, մի 3-4 տարի առաջ կատարել են կանանց օրգանների հեռացում լապարասկոպիայով, միոմա եմ ունեցել, որից հետո միզապարկի հետ կապված որոշակի խնդիրներ ունեմ, այսինքն միզապահության, էլի, կուզեի իմանալ այդ ուռուցքի կամ ինչ-որ բանի հետ կապ ունի դա, թե ոչ, շնորհակալ եմ պատասխանի համար։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ շնորհավորանքների համար։ Հետաքրքիր է, որ ուրոլոգների մասնագիտական օրը միայն կանայք են զանգում հարցերով եւ շնորհավորանքներով։ Ինչ վերաբերում է կոնկրետ գանգատին, անմիզապահության մասին է խոսքը գնում։ Իհարկե, այստեղ պետք է ավելի մի փոքր խոր ուսումնասիրել պատճառը, որովհետեւ հետ վիրահատական մենք կարող ենք ունենալ եւ ստրեսային անմիզապահություն, այսինքն այն միզապահությունը, երբ որ նկատվում է մեզի արտադրություն փռշտալու, հազալիս, ծանրություն բարձրացնելիս եւ կա այսպես կոչված գերակտիվ միզապարկի պատճառ, երբ որ միզապարկը կրճատվում է ակամա մեր գիտակցության։ Մի փոքր իհարկե շատ ավելի ինֆորմացիա պետք որ ախտորոշումը դնել, բայց մեծամասամբ դեպքերում դա ստրեսային անմիզապահություն է, երբ որ անատոմիան խախտվում է կոնքի օրգանների, կոնքի հենարանի եւ ստրեսային անմիզապահության ժամանակ բավականին էֆեկտիվ մենք կարողանում ենք լենտեր տեղադրենք, ժապավեններ տեղադրենք, նախորդ հաղորդմանը ես դրա մասին խոսացել եմ։ Նախորդ հաղորդումից հետո բժիշկ մենք հարց ենք ունեցել, ես առանձնացրել եմ կրկին, քանի որ գիտեի մեր այսօրվա հանդիպման մասին, ասում է ես չհասցրեցի, իհարկե հուսով եմ, որ նա YouTube-ով նույնպես հնարավորություն ունի նայելու մեր հաղորդումը եւ գուցե եւ արդեն գտել է պատասխանը, բայց հեռուստադիտողը գրել էր, ես չհասցրեցի լսել այդ ժապավենների մասին մանրամասն, խնդրում եմ բժշկին մեկ անգամ եւս, եթե հնարավոր է բացատրի ինչ ժապավենի մասին է խոսքը, որովհետեւ ինքս էլ ունեմ անմիզապահության խնդիր, կին է գրողը։ Խոսքը գնում է ստրեսային, այսպես կոչված ստրեսային անմիզապահության մասին, երբ որ կոնքի հենարանը, մեր մկանը, որը ապահովում է կոնքի օրգանների ճիշտ դիրքը, անատոմիական դիրքը թուլանում է եւ առաջանում է անմիզապահություն որովայնի ճնշում բարձրանալու դեպքում։ Այսինքն
նորից նշեմ հազալուս, փրշտալիս, հա, ծանրություն բարձրացնելիս, աստիճաններ բարձրանալիս, երբեմն ծիծաղելիս նույնիսկ, այո։ Եվ տվյալ հիվանդությունը բավականին էֆեկտիվ այսօր բուժվում է ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում։ Տեղադրվում է հատուկ ժապավեն, որը իներտ նյութից է պատրաստված, այսինքն նյութ, որը չի ընդունվում օրգանիզմից որպես օտար մարմին, եւ այդ լենտը մնալու է ցմա, էլի կնոջ օրգանիզմում, դրվում է լենտը որպես հենարան միզուկին եւ ճնշման բարձրացման դեպքում որովայնի միզուկ այլևս չի տեղաշարժվում, ինքը հենարան ունի տակից լենտի տեսքով եւ կնոջ մոտ ամիզապահությունը իսպար վերանում է։ Վիրահատությունը բավականին պարզ վիրահատություն է, տևում է մի 15-20 րոպե։ Դա թանկարժեք վիրահատությունն է։ Վիրահատությունը ինքը թանկարժեք չի, կարող եմ ուրախացնել, իդեպ այս վերջերս մենք բանակցեցինք մեր գործընկեր կամպանիայի հետ Միացյալ Նահանգների, որոնք արտադրում են այդ լենտը, եւ ուրախություն մեզ բոլորիս կարող եմ ասել, որ ժապավենի արժեքը զգալիորեն նվազել է Հայաստանի համար, գրեթե կիսով չափ գինը նվազել է եւ հուսով եմ, որ ֆինանսական Բայց դրանից որակը չի փոխվել հուսամ։ Որակը բացարձակ մնացել է նույնը եւ հուսով եմ այդ ֆինանսական բեռը, որ ընկնում էր կնոջ կամ իր ընտանիքի վրա վիրահատության համար, զգալիորեն կպակասի եւ մենք կարողանանք օգնել բազմաթիվ կանանց։ Մոտավորապես ինչ արժե։ Փաստորեն դուք նշեցիք, որ մեկ անգամ տեղադրվում է ամբողջ կյանքի համար, դա ինչ նյութից է, որ այդքան ապահով է նախ, որ ռեակցիա չի առաջացնի օրգանիզմը դա դուրս հանելու եւ մոտավորապես ինչ արժե այդ վիրահատությունը։ Դա սինթետիկ նյութ է, որի անունն է պոլիպրոպիլեն։ Իսկ արժեքը կոնկրետ կարող եմ ասել, որ Հայաստանի համար մենք ստանալու ենք այդ լենտը 200,000 դրամով։ Նախկինում դա մոտ 2 անգամ ավել էր։ Հասկանալի։ Դա միայն ժապավենի։ Դա ժապավենի արժեքն է, այո։ Հասկանալի է։ Բժիշկ անդրադառնանք, քանի որ արդեն խոսակցությունը գնաց միզապարկի մասին, իհարկե կանանց խնդիրներով, նաև տղամարդկանց միզապարկի խնդիրներին, հատկապես ուռուցքային հիվանդություններին։ Այս դեպքում նույնպես հնարավոր է լինեն բարորակ եւ չարորակ նորագոյացություններ, թե խոսքը միայն չարորակի մասին է։ Հնարավոր են բարորակ ուռուցքներ լինեն միզապարկում, բայց նրանց թիվը շատ ավելի քիչ է, քան չարորակ ուռուցքների միզապարկի։ Ընդհանրապես մոտեցումը միզապարկի ուռուցքների ավելի ագրեսիվ է եւ նախքին մեր դասակարգումով այն ուռուցքները, որոնք համարվում էին չակերտավոր բարորակ, նոր դասակարգումով ժամանակակից արդեն համարվում են չարորակ, քանի որ իր մեջ կրում են այդ պոտենցիալը դառնալու չարորակ ուռուցք։ Միզապարկի ուռուցքների Ադենոմայի դեպքում նույնպես հնարավոր է դա վերածվեր չարորակի։ Ոչ, ադենոմայի դեպքում գրեթե չի նկատվում վերածում չարորակի, հա, այսինքն միզապարկի ուռուցքի դեպքում այդ հավանականությունը մեծ է։ Այո, այո։ Իսկ դա տարածվածությունը դուք նշեցիք, որ դիմելիության առումով ավելի մեծ է, քան շագանակագեղձի քաղցկեղի դեպքում։ Իսկ սրա պատճառները, որոնք են կրկին ժառանգականության գործոնը մեծ ազդեցություն ունի, թե Ժառանգականության նախադրյալներ կան, բայց հիմնական գործոնը, ես ասացի, համար 1-ը համարվում է հիմա ծխելը։ Կան եւս գործոններ, որոնք ազդում են միզապարկի քաղցկեղի հավանականության վրա, մասնավորապես կան ներկեր հատուկ, դա անվանում են անիլինային ներկեր, որոնք նույնիսկ Հայաստանում կիրառվում են եւ գործարան կար, որը հիմա չի աշխատում, Վանաձորում կար այդպիսի գործարան, որտեղ կային նման ներկեր, արտադրանք կար այդպիսի, այո։ Կա նաև ռադիացիոն։ Դա կենցաղի մեջ օգտագործվող ներկերի մասին է խոսքը։ Դա ոչ թե կոնկրետ ներկ է, այլ դա ներկ է, որը օգտագործվում է արդյունաբերության մեջ, այսինքն տարբեր բաներ անիլինային ներկերով ներկվում են, հա, սկսած կտորեղենից, վերջացրած տարբեր տեսակի տնտեսական պարագաներով։ Ծխելը նյութերի ազդեցությունը ժառանգական ռադիացիոն ֆոնը շատ կարևոր է նաև միզապարկի քաղցկեղի առաջացման համար ուտելը եւ մեր խմելու ջուրը կամ
որևիցե հյութերը ապացուցված որևիցե ազդեցություն չունեն, բայց իհարկե ուսումնասիրություններ գնում են այդ ուղղությամբ, վերջնական որևիցե ամփոփում դրանց դեռ չկա, որպեսզի մենք ապացուցված ասենք այս կամ այն կերակուրը կամ խմելիքը կարող է ազդել միզապարկի քաղցկեղի առաջացման վրա։ Բժիշկ, եթե մենք խոսում ենք ռադիացիայի ազդեցությամբ կամ ներկա նյութերի ազդեցությամբ քաղցկեղի առաջացման մասին, ուրեմն կանայք նույնպես այդ խնդրից չեն կարող խուսափել, բայց ինչն է պատճառը, որ հատկապես տղամարդկանց մոտ ավելի շատ է այն ի հայտ գալիս։ Դուք ճիշտ եք, մոտավորապես հարաբերակցությունը 4:1 է տղամարդկանց եւ կանանց միզապարկի քաղցկեղի հավանականությունը։ Ես կարծում եմ, որ այդ 4:1 հարաբերակցությունը մի փոքր արդեն շեղվում է դեպի կանանց կողմը։ Բացատրում էին առաջ դա ծխելու տարածվածությամբ տղամարդկանց մոտ, բայց մենք գիտենք, որ արդեն մեր շրջապատում բազմաթիվ կանայք նույնպես ծխում են, անձամբ իմ շրջապատում տղամարդիկ թարգում են ծխելը շատ անգամ, բայց տեսնում ես, որ կանայք սկսում են ծխել։ Դա իհարկե վատ միտում է եւ կարծում եմ, որ այդ հարաբերակցությունը միզապարկի քաղցկեղի, երբ որ մենք դասական գիտենք 4:1 է, շեղվում է դեպի էլի կանանց կողմը։ Կամ հավասարություն գոնե։ Այո։ Բժիշկ, միզապարկի քաղցկեղը նույնպես ըստ աստիճան արդեն հիվանդության խորացման աստիճանների է դասակարգվում, թե կան դասակարգման այլ տարբերակներ նույնպես։ Որպեսզի շատ բարդ դասակարգում չներկայացնեմ, դա իհարկե հեռուստադիտողին պետք չի, բայց հիմնական դասակարգումը հետևյալն է. մենք ունենք մակերեսային միզապարկի քաղցկեղ եւ խորանիստ, այսպես կոչված քաղցկեղ։ Դա շատ կարևոր դասակարգում է մեր համար ուրոլոգներից, որովհետեւ ըստ այդ ռուսի տեսակի ընտրվում է նաեւ բուժումը։ Ինչ է նշանակում մակերեսային քաղցկեղ։ Մակերեսայինը դա այն քաղցկեղն է միզապարկի, որը չի թափանցում միզապարկի պատի մեջ, այսինքն միզապարկի մկան չի հասնում։ Իսկ խորանիստ ներքին լորձաթաղանթի միայն լորձաթաղանթի, այո, սահմաններում է այդ ուռուցքը մակերեսային քաղցկեղի դեպքում։ Իսկ խորանիստ քաղցկեղի ժամանակ մենք ունենք արդեն մկանային, այսպես կոչված ինվազիա, այսինքն ներթափանցում դեպի միզապարկի պատի շերտերը եւ նույնիսկ միզապարկից դուրս հարակից օրգաններ կարող են ախտարվել։ Բուժումը շատ տարբերվում է թե խորանիստի, թե մակերեսայինի դեպքում։ Եթե մենք մակերեսայինի դեպքում կարող ենք կատարել օրգան պահպանողական վիրահատություն, այսինքն հիմնականում անում ենք էնդոսկոպիկ վիրահատություն, մտնում ենք միզուկով եւ հատուկ գործիքի միջոցով առանց որևէ կտրված կանելու հեռացնում ենք միզապարկի նորագոյացությունը, այնուհետև լցնելով հատուկ պրեպարատներ, պարբերաբար հատուկ ուղեցույցով, որպեսզի կանխենք հետագա ուռուցքային աճը։ Ընդհանրապես պետք է ասեմ, որ միզապարկի քաղցկեղը դա ամբողջ լորձաթաղանթի հիվանդություն է, այսինքն եթե մենք մի օջախ ունենում ենք միզապարկում քաղցկեղի եւ հեռացնում ենք, մենք չենք հանգստանում, որ քաղցկեղը բուժված է եւ շատ խիստ հսկողություն ենք սահմանում։ Հիվանդը 3 ամիսը մեկ գալիս է, որպեսզի մենք կատարենք ցիստոսկոպիա, մտնենք միզապարկ աչքով նայենք եւ լցնում ենք հատուկ պրեպարատներ միզապարկի մեջ կանխելու մնացած լորձաթաղանթի հատվածներում նոր ուռուցքների աճը։ Իսկ խորանիստի դեպքում խորանիստի ժամանակ օրգանը չի պահպանվում։ Ցավոք սրտի մենք դիմում ենք արմատական միզապարկի հեռացմանը եւ միզապարկը հեռացնելուց մեծ մասամբ դեպքերում մենք արհեստական ստեղծում ենք նոր միզապարկ օգտագործելով աղիները։ Աղիքից նոր միզապարկ է սարքվում։ Դա Հայաստանում հնարավոր է։ Իհարկե։ Վաղուց երևի։ Ես տեղյակ չեմ։ Վաղուց հնարավոր է, արվում է եւ բավական լավ արդյունքներով նոր միզապարկ է ստեղծվում, ռեզերվուար այսպես կոչված, որի մեջ մենք պատվաստում ենք միզածորանները, այսինքն երիկամներից մեզը իջնում է այդ նոր միզապարկի մեջ եւ միզապարկը նաեւ պատվաստում ենք միզուկին, այսինքն ապահովելով նաեւ միզարձակությունը հիվանդի։ Իհարկե շատ բարդ վիրահատություն է, շատ բավականին մեծ տոկոս բարդություններով, բայց ամենայն դեպս դա կիրառելի մեթոդ է եւ մենք փորձում ենք ազատել հիվանդին ուռուցքային process-ից։
Բժիշկ, խնդրում եմ վերջում, որքան հնարավոր է հակիրճ, նաև մենք հեռուստադիտողի հարց ունեինք կտավատի սերմերի միջոցով ուռուցքային կոնկրետ այս հիվանդությունների բուժման մեթոդի մասին։ Ընդհանրապես դուք որպես բժիշկ կողմ եք այլընտրանքային այս միջոցներին, գիտեք, սովորաբար բժիշկները դեմ են լինում։ Ես ուղղակի կխնդրեի, որ նման բաներով չզբաղվեն մեր հեռուստադիտողները բուժման մեթոդներով։ Ընդհանրապես մենք ուրոլոգներս եւ հուսով եմ շատ ուրիշ մասնագետներ Հայաստանում սովոր ենք աշխատել ուղեցույցներով, այսինքն պրոտոկոլներով ապացուցողական բժշկության հիմունքների վրա եւ մենք ջատագողներն ենք այդ գործի, այսինքն կիրառել այն ախտորոշիչ եւ բուժման եղանակները, որոնք բազմաթիվ տասնյակ հազարավոր հիվանդների վրա ապացուցված արդյունքներ ունենք, գիտենք այդ արդյունքների թե լավ, թե վատ կողմերը եւ կարողանում ենք կիրառել այդ եղանակները։ Կտավատի ձեթը ցավոք սրտի այդ բուժման եղանակների մեջ չի մտնում եւ դա ուղղակի ոչ ինֆորմացված լինելու հետևանքն է, որ նման բաներ օգտագործում են, ոչ միայն կտավատի ձեթ, ես վստահ եմ, որ դուք շատ ուրիշ օրինակներ էլ կարող եք բերել, ինչ են օգտագործում հիվանդները։ Խնդրեմ չօգտագործեն նման բաներ եւ ավելի մասնագիտական կենտրոններ դիմեն, ստանան լիարժեք եւ պրոֆեսիոնալ բուժում։ Շնորհակալություն այսօրվա հետաքրքիր զրույցի համար, բժիշկ, կրկին ձեզ շնորհավորում եմ, չնայած դուք անտեղյակ եք այդ տոնի մասին, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ եւ մեր բժիշկներին, ընդհանրապես ուրոլոգներին։ Այսքանը հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր մեր հյուրն էր ուրոլոգ Արմեն Ավոյանը Մալազիա բժշկական կենտրոնից։ Ես ուղղակի ամփոփելով բժշկի խոսքը կրկին ուզում եմ հիշեցնել, որ այս հիվանդությունների դեպքում նույնպես վաղ ախտորոշվելը, հետազոտվելը, ախտորոշվելը եւ հիվանդությունների կանխարգելումը ավելի ձեռնտու է ինչպես միշտ, քան արդեն եղած հիվանդության բուժումը եւ հիշեք, որ ճիշտ են ասում, որ առողջությունը ամեն ինչ չէ, բայց ամեն ինչը ոչինչ է առանց առողջության, սա մեր այս շաբաթվա վերջին հանդիպումներ կհանդիպենք երկուշաբթի, մինչ հանդիպում առողջ եղեք։